Բարի լույս հետևորդներ ջան, ոնց եք, տեսեք թե ես այսպես կուրտկա հագած, մի հատ նայեք, տակ գնում եմ գործի, ինչ տարբերություն եմ ուզում ցույց տամ, եղանակի տարբերությունը Մեղրիի, Արտաշատի եւ Ստեփանավանի եղանակի տարբերությունը, տեսեք թե ինչքան ցուրտ է, հագել եմ 2 հատ սվիտեր, մի հատ կուրտկա եւ գնում եմ աշխատանքի, այ տեսակի ցուրտա, ամբողջ գիշեր անձրև է եկել, հիմա խոնավթած, շատ վատ եղանակ է ու վախենում եմ, որ փոշոտումը չլինի կամ շատ ուշ ընկնի, եղանակից է կախված, պետք է անձրևը դադարի, արև դուրս գա, որպեսզի նորմալ շատ լավ փոշոտում լինի, ցույց տամ հələ տեսեք գոլերը ինչքան անձրևից տեսեք ինչքան սաղ գետինը ջուրու թաց, գոյացություններ հավաքված, լիքը։ Ես որ ուզում եմ իմանալ փոշոտումը եղել է թե չէ, sense նայում եմ, ես հավաքված ջրի բերանին պետք է սպիտակ փոշի լիներ գույնավոր եկած, կողքերով հավաքվում է եւ դա նշանակում է, որ փոշոտումը եղել է, բայց փոշոտումը չի եղել, եղևնիներն էլ են վատ վիճակով, կոները դեռ չկան, նոր ուզում այն ինչ-որ ծաղկելու նման բան լինի, հաստատ մի 10 օր ուշանալու է, հաստատ։ Եղանակը որն է, ոյ, ես էլ շտապում եմ աշխատանքի, առավոտ շուտ է, ամուսինս այստեղ չէ, որ մեքենայով տանի, ոտքով ճանապարհ եմ ընկել ու գնում եմ դեպի տորթերի տուն։ Ողջույն հետևորդներ ջան, ոնց եք, տեսեք արդեն խոհանոցից եմ ձեր հետ կապնվում, արդեն վերադարձել եմ իմ աշխատանքին, 3 օր, այսպես ասած, շուրջ հայաստանյան ճանապարհորդություն արեցինք, երկար էր ճանապարհը, բայց շատ հաճելի, շատ ուրախ, շատ լավ, շատ ջեր մթնոլորտով հասել ենք Մեղրի, այնտեղ տեսել եմ տղայիս, շատ լավ էր տղաս, շատ ուրախացա, որ ամեն ինչ մոտը նորմալ էր, այսպես ասած սիրտս հանգիստ, խիղճս հանգիստ, հետ եմ վերադարձել Ստեփանավան, տեսակ թե ինչ գեղեցիկ տեղեր կար Մեղրիում, հիանալի տեսարժան վայրեր, հիացած ու ապշած հետ եմ եկել Ստեփանավան ու տեսնում պատմում եմ, թե ինչ հետաքրքիր ու լավ տեսարժան վայրեր ունի Հայաստանը, որի մասին մենք պատկերացում անգամ չունենք, չենք գնացել, չենք իմանում, իսկ օտար տեղից եկած մարդիկ ավելի շատ բան են տեսնում մեր Հայաստանի գեղեցիկ տեսարժան վայրերից եւ մենք սենց ոչ մի բանից անտեղյակ ապրում ենք Հայաստանում, բայց դե ոչինչ, սխալների ուղում կանեմ, որոշել եմ, որ ամեն տարի էլ, ամեն տեղ էլ պետք է գնամ, ֆռամ, նկարահանեմ, ցույց տամ, ինչու՞ չէ, թող բոլորն է տեսնեն, ես էլ հետը, թե ինչ լավ տեղեր ունի Հայաստանը։ Շնորհակալ եմ ձեզ սիրելի հետևորդներ ջան, անչափ շնորհակալ եմ գրած ցանկությունների մասին, որ զինվորից բարի ծառայություն եք ցանկանում, իմ հետ հավասար ուրախանում եք, իմ հետ հավասար շրջում եք, չգիտեմ, շատ շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ ամեն բանի համար, ամեն ինչի համար, անչափ գոհ ու շնորհակալ եմ։ Հիմա վերադարձել եմ խոհանոց եւ ինչ եմ որոշել պատրաստել ձեզ համար, որոշել եմ պատրաստել յուրօրինակ եւ յուրահատուկ պոնչիկներ հատուկ ձևի, խանութներում շատ տեսած կլինեք, որ պոնչիկներ են այսպես ուղղած ու կողքերը այսպես սպիտակ գծով, այդ տեսակի պոնչիկներ պետք է պատրաստեմ ուրիշ կրեմով, յուրահատուկ պատրաստման ձևով։ Պատրաստեմ եւ կասեմ ոնց եմ անում։ Պատրաստելու համար ես վերցրել եմ 2 բաժակ գոլ կաթ, 2 բաժակ գոլ կաթ եմ վերցրել եւ ոնց եմ անելու։ Գոլ կաթին ավելացնելու եմ 1 ճաշի գթալ դրոշ, 1 ճաշի գթալ դրոշ, 1 ճաշի գթալ շաքարավազ եւ մի թեթև գթալ, թեթևի գթալի ծայրով աղ։ Խառնելու եմ։ Սա յուրօրինակ
պոնչիկներ են, շատ լավ է ստացվում այս պոնչիկները, անմահական բերանիք մեջ հալվում են, դե ես պատրաստում եմ տարբեր տեսակի պոնչիկներ, դրա ձևերն եմ ասել, բայց սա արդեն իսկ յուրահատուկ տեսակի պոնչիկ է, շատ լավ։ Այսպես նայ, դրոժի հետ ես խառնում եմ, դրոժն ու կաթը, ես մի քիչ այնքան որ տեսնում եմ, որ դրոժը հետը սկսեց մի փոքրիկ արդեն ես լուծվել, նոր արդեն ավելացնելու եմ մնացած բաղադրիչները, երբ որ նկատում եք, տեսնում եք, որ արդեն սենց գնդիկներ չկա, արդեն սենց լուծվել է հետը, այսպես, համարյա փոքրով սկսում եմ ավելացնել մնացած նույն ուրիշ բաղադրիչներ, ինչ եմ ավելացնելու, ավելացնելու եմ այս մասային 2 բաժակ ալյուր, 2 բաժակ ալյուրը ավելացրեցի ու սկսում եմ նորից խառնել, մի չափաբաժին եմ որոշել պատրաստել, քիչ եմ անում, սա մեկ պորցիան է համարվում էլի, դուք էլ արեք և տեսեք թե ինչ հիանալի պոնչիկներ ենք ստանալու, այսպես մի քիչ խմորը այնքան որ խփեմ սենց կպնի իրար, այսպես 2 բաժակ ալյուրը լցնում ենք, խառնում ենք, նայեք, այսպես ջրիկ մասա է լինելու, դեռ սա վերջը չէ ալյուրի, ընթացքում ենք ավելացնելու, բայց մեջտեղների հատվածում 2 բաժակ ալյուրն անում ենք ու ինչ ենք ավելացնելու, ավելացնում եմ 2 հաձու, 2 հաձու և 4 ճաշի գթալ ձեթ, և նորից ենք արում, մի քիչ ալյուրի հետ որ անում ես, մի քիչ դժվարությամբ լուծվում, ոնց որ մի 2 հաց ասպտտենք, սկսում է արագ լուծվել։ Հետո այս ամեն ինչը, երբ որ հեսա կդառնա համասեռ, մենք ավելացնելու ենք արդեն ալյուրի հաջորդ չափաբաժինը։ Մի հատ խառնվի։ Ու արդեն հեսա արդեն ալյուրը արդեն խառնվեց, արդեն հանում ենք սա, որովհետև պետք չի գալու, ես մնացած մյուս բաները արդեն հունցը անելու եմ ձեռքով, որպեսզի հասկանամ թե խմորի պնդությունը, թե հունցելու ընթացքում ձեռքով խմորը ավելի լավ է լինում։ Ալյուրը ավելացնում եմ աստիճանաբար, պետք է լինի ոչ պինդ, ոչ թույլ խմոր, այն աստիճանի, որ դուք կարողանամ իրան գրտնակել և կտրել։ Արդեն դուք պետք է հասկանաք, թե ինչ խտություն է ունենալու, լցրեցի ալյուրը ու սկսեմ ձեռքով խառնել, արդեն ընթացքում կհասկանամ, ինձ էլի ալյուրա պետք ավելացնելու, թե բավական է։ Հրաշք պոնչիկներ ա լինում, անպայման փորձեք և չկասկածեք, որ կարող է խմորի մեջ ինչ-որ մի բանը պահել կամ չեմ ասել, կամ ինչ-որ չկա նման բան, ես ինչքան էլ բաղադրատոմս եմ ձեզ ներկայացնում, հավատացեք, որ լրիվ անկեղծ ու ամեն ինչը տեղը տեղին։ Եթե փորձողներ կան, դե փորձում են, իսկ գրում են, նկարում, ուղարկում են, ապա համոզված կլինեն, որ խոսքերս ճիշտ է։ Տեսեք, որ էլի ա ուզում, այս ջրիկությունը լավը չի, նորից եմ ավելացնում, համարյա թե մեկ բաժակ էլ ավելացրեցի, ինձ թվում է, որ սրանով պետք է եզրափակվենք։ Հեսա, մինչև որ խմորը կգա կբարձրանա, ես կպատրաստեմ կրեմը։
նորմալ է, այսպես խտություն պետք է ունենա, լրիվ նորմալ է, արդեն որ բան անենք, մոտավորապես գալիս է 4 բաժակ, 4 բաժակ ալյուրը լրիվ նորմալ չափ է լինում, բեղնա, պնդությունը նորմալ է, հեսա պակելու եմ և դնեմ, որ սկսի բարձրանալ, թողելու ենք լավ բարձրանա, հետո նոր սկսելու ենք մի հատ հունցել թող նստի, վերջ, խմոխաչն էլ արեցինք, վերջ, Մինչև խմորը բարձրանա և համապատասխան դիրքը ստանա, ես հիմա ինչ եմ անում, կրեմն եմ պատրաստում, որ մինչև արդեն պոնչիկի թխելն է, կրեմը բավականին հովացած լինի, որովհետև մեջը այդքան տաք վիճակով չի կարելի լցնել, 2 բաժակ կաթ եմ վերցրել, տեսեք, 2 բաժակ կաթ, ավելացնելու եմ այդ ձվի մի հատիկ ձվի դեղնուց և դնեմ էվվելու, մի հատ դեղնուց, համ դեղնությունն է ապահովում, համ էլ գույնը շատ գեղեցիկ է լինում, համն էլ հետը, երկուսն էլ, մի հատ ձվի դեղնուցը խառնելու եմ կաթին և դնեմ, որպեսզի հասնի եռման աստիճան, հետո կավելացնեմ արդեն շաքարավազը և ալյուրը, հիմա դնում եմ, որպեսզի եռա, հիմա պատրաստում եմ կրեմի շաքարավազն ու ալյուրը, 1,5 բաժակ շաքարավազ, ավելացնելու եմ 6 ճաշի գթալ ալյուր, 2, 3, 4, 5, այս էլ 6 ճաշի գթալ ալյուր և վանելին, որ համն է համով լինի, խառնում ենք այսպես նախորոք, կար երբ որ կհասնի կաթը եռման, խառնում ենք այսպես իրար, մինչև որ կաթը հասնի եռման աստիճան, այսպես պարտադիր խառնեք, նոր եռման վիճակում ավելացրեք, որովհետև ոչ գնդիկ է տալիս, ոչ մի բան չի լինում, արտակարգ գլատի կրեմա լինում և մաղելու, ինչ-որ սենց քամելու կարիք ընդհանրապես չի լինում, շատ հարթ, փայլուն, էլաստիկ խմոր ենք ստանալու, լրիվ արդեն խառնվավ իրար, հեսա սիրուն, կաթը եռը, ավելացնեմ մասային, ցեք արդեն եռում է և ավելացնում ենք ալյուրն ու շաքարավազը և արագ-արագ խառնելու ենք, չենք թողնելու, որ բանը լինի, տեսեք այսպես պետք է լինի, արդեն պատրաստ է մեր կրեմը և տակը անջատում ենք, տեսեք այսպես եկել է խմորը, ինձ ձերը բարդացել, մի հատ հունցում ենք, ձերեն էլ ձետ ենք անում, հունցում ենք, որ հեսա մի 5 րոպեից հանելու ենք գնդենք ու կրտնագենք, սյո լավ է, դատարկում ենք ամանից, դատարկեցինք, այսենց, տեսեք այսպիսի պնդություն պետք է ունենա, սենց իրան գնդում ենք, մի գունդ ենք անելու, այսպես ու դնեմ այսպես մի 5 րոպե գնդած վիճակում ինքը հասունանա, փափուկ որ կարենան գրտնակով նորմալ բացենք և կտրենք, կտրելուց դուք կարող եք ինչ չափի ուզում եք կտրեք, փոքր, մեծ, սալատնիցով, բաժակով, ինչով որ ցանկանում եք դա ձեր ցանկությանն է, ես հեսա կորոշեմ ինչ չափով է ինձ հարմար և ձեզ ցույց կտամ, տեսեք թե ինձ ձև է գնդած վիճակով հասունացել, հիմա տեղափոխում եմ արդեն գրտնակահարման, ոյ շատ լավ է եկել, պատկերացնում եմ ինչ արտակարգ պոնչիկներ ենք հայք ստանալու, դու սիրում ես այս պոնչիկներ, չէ՞։ Սա կփորձենք։ Այո, տեսեք ինչքան հեշտ է բացում է, երբ որ
խմորը ինքը թողնում ես իր համապատասխան, ինքը հասունանում է, չես վռազում, չես բերնա, եթե ես իրան գնդեի ու միանգամից բացեմ, չի բացվելու։ Պարզա այն որակը չի լինելու, ամեն բանը իրանը պահանջում է։ Ասեք ինչ արագությամբ բացվեց, հեշտությամբ։ Այս հաստությամբ ենք անելու, հեսա կտրելու եմ, սիրուն շարեմ, կտրում եմ այս չափը, սենց, առանց որևիցե որ, անելու տեղափոխում եմ, որպիսի ուռի։ Մի քիչ էլ երևի ուրիշ չափի անեմ, հա, հələ փորձենք, տեսնենք, որ չափերն են ավելի հաջող լինում։ Մի քիչ է մեծ չափ է, սա բերեմ, տեսնեմ ինչով հարմար։ Մի քանի հատ էլ ես մեծ չափով կտրեմ։ Տեսնենք դա ոնց կլինի։ Օրինակ ես այսպես մեծ չափն եմ սիրում։ Ուտելուց այդպես մեծ։ Փոքրներն էլ, հնես չի որ բանա, բայց մեծը յուրահատուկ է։ Խմորը ճտճտում է կտրելուց, դա նշանակում է, որ հիանալի խմոր է եղել։ Չեմ անի։ Այս խմորը նորից հավաքելու եմ, նորից գրտնակեմ, նորից բացեմ։ Մի քիչ սենց տեսնում ենք, որ բանա, մի քիչ սենց քաշ քշենք, մի հատ էլ հնար անենք, այսպես, սա էլ թողնելու ենք, այսպես ուռի փուփուչիկներ լինի։ Հիմա սա նորից, տեսեք, ինչ ենք անում, նորից այսպես թույլ գնդում ենք մի քիչ, որպեսզի խմորն չկորցնենք, այսպես, 2 րոպե թողնում ենք հանգստանա, որ նորից բացվի, թե չէ եթե հիմա գնդել եմ բացեմ, շատ դժվարությամբ կլինի, թողնենք 2 րոպե հանգստանա, նոր կկտրատենք։ Հեսա երկրորդ անգամվա գնդած խմորն է, բացեմ, կտրենք։ Ցելոֆանով ծածկելու ենք, հեսա թողնենք մի քիչ ավելի, որ արագ նպաստում է, արագ բարձրանալուն, ցելոֆանը ընդամենը։ Ու այսպես շարունակ, սա էլ գնդում ենք, ոչ մի խմորի կորուստ։ Նորից հենց թողնենք 2 րոպե, հեսա մի հատ ցելոֆանը բերեմ, գցեմ վրան ծածկեմ։ Տեսեք, այսպես բավականին եկել է, այդպես պետք է գա։ Սենց ընդամենը վերցնում և գցում ենք ձեթի մեջ։ Առանց կրեմի։ Կրեմը հետո ենք լցնելու, հետո ենք միջուկելու։ Իրան պետք է թողնել, որ ընդամենը լավ գա։ Բավականին է շատ է տանում։ Մեր յուրան մեծ է։ Մի հատուկ եմ գցել։ Ես սկսել եմ շուրումով տալ։ Ավտոմատ է, ռեկտեք։ Մի փոքր ռոզվի անում արդեն
պետք է շուտ տանք։ Այսը լինի մեր գնդելիք պոնչիկները։ Արդեն հանում ենք նաև կլորիկները, տեսեք այդ սպիտակ գիծը, որ ասում էի այդ տեսակի սպիտակ գիծը ունենում, այդ գծի մասին էր խոսքը։ Всё։ Տեսեք, ես մեզ չափն էլ է, բայց բավականին սիրուն, էլի սենց սիրունի գծով, շատ արագ թխվող, ամ շատ համով, շուտ հանում ենք լաչից, հովանա, այդ որ կրեմը կլցնենք, հիմա դժվարությամբ է ստանում, որ գովերով շրջանալը։ Հիմա փորձում եմ լցոնել, տեսեք կրեմը այսպես ջրիկություն պետք է ունենա, որ մեջը լավը լինի։ Կտրում ենք զգուշորեն, բացում ենք, այսպես, տեսեք, և կրեմը լցնում ենք մեջը։ Ես երկու գթալ մոտավորապես լցնում եմ, շատ հաջող է լինում, թող կրեմը շատ լինի, այսպես, հիմա հաջորդը, ամենը այսքան բացվածք ենք անելու, պետք չի, որ շատ էլ արվի, տարածում ենք, Ես բերանը փակում, այսպես, և դնում։ Այսը փոքրները։ Փոքրներն էլ լավն են, վատը չեն։ Փոքր չափը, մեջ ասած դատարկ է։ Մեկ ու կեսը կլցնենք փոքրին։ Փակում այսպես։ Շաքարի փոշին կանենք ու կվայելենք։ Մնացածներ մի քիչ հետո կլցոնենք, երբ որ արդեն ուզող կլինի, նոր կլցոնենք, կարիքը չկա, որ բոլորը մի անգամից կրեմը լցնեմ և դնեմ վաճառքին։ Ըստ հերթականության, կարևորը ինքը թխվածը, լավ վիճակումը, հետո էլ կարելի է։ Այսպես և վերջինն էլ հեսա լցնեմ, շաքարի փոշին էլ լցնեմ, մի հատ Հայկի հետ գնահատականը տանք, Հայկ։ Անպայման։ Տեսնենք ինչ տեսակի է։ Տեսնում եք կրեմի դեղնուցը ինչ է անում, անավանդ տնական ձուել, եթե լինում ակցում ես, ավելի դեղին է լինում։ Այսպես տնենք, որ կրեմը մնա մեջը, հեսա շաքարի փոշին էլ ավելացնեմ։ Այսպես շաքարի փոշին ենք անում։ Եվ պատրաստ է մեր հրաշք պոնչիկները։ Արտակարգ պոնչիկներ ստացանք։ Հեսա տանեմ խանութում, դնեմ։ Այսպես նստել և մտածում եմ, որը ուտենք։ Հայկ դու որը կուտես։ Բոլորը։ Բոլորը։ Տեսեք այս տեսակի պոնչիկներ ստացանք, հիմա բերել եմ այստեղ խանութում, նախ առաջինը պիտի ես ու Հայկը փորձենք, մի հատ տենանք ոնց է, ինչ է, նոր կդնենք վաճառքի։ Հիմա ուզում եմ փորձել, ես ես կուտեմ Հայկ,
Քեզ որը հայքը էս ամանը։ Քուճաշակով։ Որ էս էլ հայք։ Հայկոն է փոքրը։ Չէ, դու մի հատ դու մեծ եկել, ես փոքրը։ Որ տենանք, որի մեջ է կրեմը ավելի շատ լավ, նորմալ մի հատ անալիզներ անենք, նոր կդնենք վաճառքի։ Հեսա ուտեմ, իմիջիայլոց մինչև ուտելը, ասեմ, որ ես էլ խանութում ունեմ վաճառքի մայրամախոտ, քույրիկս է հավաքում վայքի սարերից, անարատ, մաքուր եւ այսպես չորացնում, պատրաստում է եւ վաճառքի է հանում, այնպես որ եթե որևիցե մեկը կա, որ կցանկանա օգտվել մայրամախոտից, կարող է գալ ինձ մոտ խանութ եւ այստեղ խանութում վաճառվում է։ Մայրամախոտը իրանից ինչ է ներկայացնում, մայրամախոտը ինքը շատ հակաբորբոքային, ստամոքսի ցավի համար 1, երբ որ քո ստամոքսը ցավում է, պատկերացրեք չայի նման ես անելու, չեք է թրմելու։ Լցնելու եք առանց շաքարավազի, սա ընդամենը խմում եք, չեք հասցնում բաժակը դնել սեղանին եւ ստամոքսի ցավը բրդ։ Այդքան շատ լավ օգնում է, այնպես որ կարող եք գալ օգտվել իմ խանութում կա։ Իսկ ինչ վերաբերվում է պոնչիկին, էսա ասա։ Նույնիսկ լավ է ուտում, համոր, լավը, շատ լավն է։ Տեսեք, թե մեջը ինչքան էլ կրեմ կա, մի հատ խնդրում եմ նայեք, մեջի կրեմը, որ լիարժեք կարողանաս ուտել։ Անմահություն է, կարող եք գալ, փորձել, հաճախորդներ ջան, այս տեսակի պոնչիկը նորություն է մեր խանութում։ Ես միշտ ուրիշ տեսակի պոնչիկներ եմ պատրաստել, բայց այս տեսակի պոնչիկը առաջի անգամ, այնպես որ համեցեք։ Ձեր են գոհարներ, մնացեք Աստծո։